Վստահ եմ մամուլից հետևել եք եւ տեսել եք բոնուս առևտրի կենտրոնի սեփականատերը ինքնասպան էր եղել, 3 էր դեպքը տեղի ունեցել եւ ըստ էության վերջինիս հարազատները հստակ անուններ են տալիս, որ կոնկրետ անձիկ բիզնեսը ցանկացել են խլել, ինչի հետևանքով գործարարը գնացել է եւ ինքնասպան է եղել։ Որպես տնտեսագետ ըստ էության մարդիկ անարդարությունից դրդված գնում են ինքնասպան են լինում, այս երևույթի նկատմամբ ձեր գնահատականը։ Ես իմ գնահատականը տվել եմ իմ ելույթում, երկրորդ օրվա, եթե չեմ սխալվում, մի նոր տերմին մտցրեցի շրջանառության մեջ, խաթարել են տնտեսական խաղաղությունը։ Իրենք ասում են տեր կանգնիր խաղաղությանը, ես ասում եմ նաև տեր պետք է կանգնել տնտեսական խաղաղությանը, որպես ընդհանուր խաղաղության բաղադրիչ, ինչքան էլ մենք իրենց հետ ունենանք խաղաղության այդ թեզի վերաբերյալ տարաձայնություններ։ Եվ ինչ նշանակում տնտեսական խաղաղությունը խաթարել, դրա թիվ 1 առանցքային կետերից մեկը սեփականության իրավունքի ոտնահարումն է։ Մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ ինչ է կատարում։ Սամվել Կարապետյանի հետից սկսվեց այս ամբողջ process-ը։ Ես փորձեցի գտնել աշխարհում չեմ տեսել որևէ երկիր, որ այս մեթոդներով առանց ինչ-որ ընդհանցակարգերի ուղղակի քաղաքական նպատակներից ելնելով մարդու սեփականությունը ոտնահարվի եւ իրենք ինչքան էլ խոսեն ներդրումային միջավայրի մասին, ինչքան էլ խոսեն, որ իրենք, չգիտեմ, ժողովրդավարության բաստիոն են, այս են, այն են, միևնույն ամբողջ աշխարհը տեսնում է։ Այսօր քաղաքական նպատակարարությունից ելնելով գուցե Եվրոպան սրան գնահատական չի տալիս, որ նախկինում, ասենք, նախկին ընտրությունների ժամանակ քաղաքվանդարկյալներից էին խոսում, ուրիշ բաներից էին խոսում, եւ իրենք չէին սպասում, որ Ռուսաստանը իրենց նկատմամբ քայլեր կձեռնարկի։ Վերջին հաշվով կա ռուսական կապիտալ մեր երկրում եւ նաեւ Միշուստինը ուղիղ ասեց, չէ, Նիկոլ Փաշինյանին, որ անձեռնմխելի պետք է մնա, ըստեյության բովանդակային առումով դա էր ասում եւ ոլորտներն էր թվարկում, հանքարդյունաբերություն, տրանսպորտ, նաեւ երկաթգիծի նկատի ունենալով, էներգետիկ ոլորտը նկատի ունենալով նաեւ հիմա կա այդ մտավախությունը, արդեն սկսվել են այդ process-ները կապած երկաթգծի հետ, նաեւ Գազպրոմն է ակնարկվել ժամանակին, որ պետք է ուրեմն խլվի, այսպես ասեմ, մեկ բառով ավելի որ հասկանալի լինի իմ ասածը, այո, մեր երկրում սա աննախադեպ է, եթե նախկինում եղել են թերություններ, ես դա երբեք չեմ հերքում, այո, եղել են բացասական երևույթներ, ես էլ եմ աշխատել այդ տարիներին, իհարկե չեմ եղել երբևիցե թաթախված, վստահ եմ ասում, որովհետև իրենց իշխանության օրոք են օրինակ ինձ ազատել ապօրինաբար պետական եկամուտների կոմիտեից եւ դատական ակտ գոյություն, ես հաղթել եմ վարչական դատարանում ի դեպ։ Եվ իմ փորձով էլ կարող եմ ասել, որ այո, եղել են բացասական երևույթներ, բայց այս ծավալի, այս ձևով աննախադեպ, որ մարդու սեփականությունը ոտնահարվի, նման բան երբևիցե գոյություն չի ունեցել մեր երկրում։ Ինչի մասին է խոսքը, ինչ ներդրող եւ մի կարևոր ընդգծում անեմ, երբ որ խոսում են ներդրումային միջավայրի մասին, Հայաստանում գերազանցապես ներդրողները մեր հայրենակիցներն են, այսինքն ներքին ներդրումներն են։ Մենք այն երկիրը չենք, որ արտաքին ներդրող ստեղ գա, այսինքն իրենք ջարդում են այն հիմնական ներդրողին, ներքին ներդրողին։ Եվ Սամվել Կարապետյանը, որ օրինակ, որպես խոշոր ներդրող, Գագիկ Ծառուկյանը, այդ մարդկանց բիզնեսները խլելով մենք որևէ լավ տեղ չենք հասնելու։ Հիմա տեսնում ենք տնտեսվարողների հետ կապված, ես ուղիղ ասում եմ, այն ինչ վիճակի մեջ հայտնվել են հայ արտահանողները, ուղիղ այս իշխանությունների վարած քաղաքականության պատուղներն են քաղում իրենք։ Պարոն Ֆարման, դուք նշեցիք, որ պետական եկամուտների կոմիտեում տևական ժամանակ գործունեություն եք ծավալել։ Օրինակ շատ դեպքում նաև գործարարը, որի որ ինքնասպան եղել, հարազատներն ասում են, որ որպեսզի կարողանան կոնկրետ անձիկ բիզնես գործարարների ինչ-որ իրավիճակում գցել, մենք նաև Գագիկ Ծառուկյանի օրինակով ենք տեսնում, պետական եկամուտների կոմիտեն մտնում է առևտրային կենտրոն, հսկայածավալ տուգանքներ է իրականացնում եւ արդյունքում բիզնեսմենը հայտնում է ֆինանսական լուրջ խնդրի առաջ, այլ ընտրանք չունենալով ստիպված է լինում իր բիզնեսը վաճառել, հայտնվում են այն խոշոր գործարարները, որոնք ցանկություն ունեն չնչին գնով գնել եւ այսպես գործարարը հասնում է իրավիճակի, որ ստիպված է լինում ինքնասպան լինել։ Ձեր գործունեության ժամանակ պետական եկամուտների կոմիտեում դուք ներգրաված եղել եք կամ տեղակ եղել եք այս process-ի մասին, որտեղ ակնհայտ փաստացի հիմա մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի օրինակը, ինչպես նաեւ այն գործարարը, որ ինքնասպան եղել, հարազատները եւս մեր դրսում նշում են, պեկը մտնում է, հսկայական տուգանքներ է կիրառում եւ արդյունքում մյուս գործարարները գործի են անցնում։ Իմ աշխատած ժամանակահատվածի հետ կապված բնականաբար ոչ, ես ներգրաված չեմ եղել նման որևէ բանի մեջ, եթե ես նման բան արած լինեի, ռիսկ չէի անի նաեւ 19 թվականին դիմել դատարան, որտեղ գիտեք ինչ տեղի կունենար, եթե փորփրեին կգտնեին համապատասխան ինչ-որ абսուրդ, եթե ինչ-որ բանի մեջ մի խոսքով ներգրավվածություն ունենայի, կհանեին եւ դա կօգտագործեին իմ դեմ, եւ ես հաղթել եմ վարչական դատարանում։ Իմ մասով բնականաբար ոչ, իդեպ զբաղեցրել եմ տարբեր պատասխանատու պաշտոններ, ինչ վերաբերում է այդ ժամանակահատվածում եղել են թե ոչ, ցավոք նման տեղեկություններ չունեմ, չեմ կարող ասել, չեմ էլ կարող հերքել բնականաբար։